մաթեմատիկայի ժամին անցնելուն 5-ի բազմապատում բաժանմունքի րոպե և դասական և թվային ժամանցների մասին գաղափար կկազմենք երկրորդ։ Դասը անց են կազմելու աշխարհացույց հարթակում և էլեկտրոնային լրատվակի հիմնադրամին մեր դասի նպատակն ու վերջնարդյունքը։ Ամրապնդել անցած գիտելիքները բանավոր հաշվարկի միջոցով և վերջնարդյունքները ամրապնդի անցած մաթեմատիկական գիտելիքները հիմա անցկացնենք բանավոր հաշվարկ ապա պատասխանենք հարցերի։ 3 և 3 թվերի արտադրյալը ինչի է հավասար, ձեռք ենք բարձրացնում, Սուրեն 9 3 և 2 թվերի արտադրյալը մանե դժվար խնդիրներին և պիտի լուծենք այս խնդիրների երեխաներ։ Իսկ պատասխանը գրելու ենք այասովորություններ ծննդի մեջ։ Երևում է խնդիրը։ Կարող եք կանխան։ Առաջին խնդիրը։ Ասա, դարի կատա, մոտիկ կա, շենքի։ Շենքի առաջին հարկում կար 70 պատուհան, իսկ երկրորդ հարկում 30, քանի պատուհան կար շենքի երկրորդ հարկում։ Այո, մտածում եք և ասում պատասխանը։ Երկու հաշվում ես դեպքում։ Ես։ Առաջին դասարանում սովորում ենք 20 աշակերտ, իսկ երկրորդ դասարանում 5-ով ավելի աշակերտ, քանի աշակերտ է սովորում։ Ինչպես իմացար։ Ապրես, ապրի։ Այսօր խնդիրը արագ են նկատվում, տեսեք ինչ պարզ ու հեշտ խնդիրներ են։ Նա Լևոնը կա, հա, Մհեջան, արի Լևոն։ Խնդիրներն ավարտես, տեսենք ինչքանով ճիշտ լուծեցին խնդիրները, բոլոր պատասխանները կամ չեն, բոլոր չեն լուծել, այ շատ ապրել։ Տեսեք գրվեց, կեցեք, ամեն ինչ ճիշտ է։ Հիմա մեզ գրատախտակը կառաջադրի դատողություններ, մարդուկներն են առաջադրում, երեխաներ, նայեք այս մարդուկները։ Ինչ դատողություն է, այստեղ դերին մարդուկը ինչ է ձեզ ասում։ Ճշմարիտ է, որ զույգ թվերը երկուսի պատիկներ են, մտածում եք։ Ճշմարիտ է, որ զույգ թվերը երկուսի պատիկներ են, ձեռք են ասում, ասա Դավիթ։ Այո, կարող ես թվարկել զույգներ, ասա։ 4, 6, 7, 10 և այլն։ Շատ լավ։ Ճշմարիտ է, որ 4 թվի ամենամեծ պատիկը 40 է։ Այս թվի ամենամեծ ասա։ Ոչ, ինչու։ Որտեղ թվերը անվերջ են, չեն կարող ասել, թե որ թիվն է ամենամեծ։ Այո, ամենամեծ, իսկ կա ամենափոքր պատիկը։ 4-ը։ Շատ լավ։ Մյուս դատողությունը դերը շատ լավ։ Մենք այստեղ էլի ունենք երեխաներ հանձնարարություն, եկեք կարդանք։ Շարունակենք և առաջարկենք տրամաբանական խնդիրներ մեկը մյուսի։ Ես գիտեմ, որ պատրաստվել են Դավիթը, Նարեն, գալիս եք այստեղ և տրամաբանական խնդիրներ մեզ առաջարկում Աղներգը և Ստեփանյան Դավիթը, իսկ դուք ձեր սևագրության մեջ արագ գրում եք խնդրի պատասխանը, լուծում եք և պատասխանը ու ցույց եք տալիս մեզ։ Եթե գիտես աղյուսակը, ապա կասես, նապաստակը քանի գազար պետք է տանի, որ ձագերին կերապի, ամեն ձագը որ կշտանա 3000 x տանա, իսկ շրտիկը այս տարի 3000 ձագ ունի։ Տեսնեք, այո, ճիշտ է, այսինքն ազատությունը, ասա բարձրացնում, ճիշտ է Վարդան, Դավիթ, այո, ճիշտ է, հաջորդ խնդիրների լսում, արեք։ Գոտեցին ու նախշեր տեղտել, գոտեց 3-6 ծաղեք ապետ բեկում հիտ թերթի, գող դիրացեր թունեց ու թերթի տերը հաշվեր, բայց որ խադել դա փորձեց, հաշիվը միշտ կործրեց, հաշվելուց դա շատ է հոգնել, ով կարող է դրան օգնել։ Պատասխանը 35, ճիշտ է՞, արեք, 35 Յոթ ծաղիկա ձանք է փնջում, երկրին թեթիկ, ամեն
ծախում, հապա հաշվի ու ինձազատ փնջում քանի թերթի կա։ Այ, ճիշտ է, Դավիթ քեզ լսենք, Երեք ճգնորսության գնացի։ Ինչ պետք է երեխաներ սրանք։ Շնորհակալություն նստեք։ Ասենք առաջ երեխաներ եւ տեսնենք, թե մեր էլեկտրոնային լապտոպը ինչ է առաջացնում։ Հիշում եք մենք այսպիսի խաղերի ենք խաղացել։ Ոչ չենք արել երեխաներ։ Համապատասխանեցնելու ենք, չէ՞։ Իհեք երեխաներ։ Սա հենց մեր այսօրվա նոր դասն է, 5-ի բազմապատման աղյուսակն է, որ պետք է սովորենք։ Այ ասացեք ինձ տեսնեմ, որ 5-ը, որ 5 պետք է, որ որը? Սա կնացենք։ Ինչը? Որտեղ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, այստեղ է գրած 9 անգամ 5 հավասար է 15։ Ճիշտ կատարեցիք համապատասխանեցումները և կազմեցիք, ինչը կազմեցիք? Աղյուսակը։ Հիմա դասավորենք երեխաներ, հաջորդաբար։ Ստացանք մենք 5-ի բազմապատման աղյուսակը։ Կարդանք, միասին կարդանք։ Հիմա շարժի նայինչ 5-ի բազմապատման նայեցինք երեխաներ։ Ահա, դեպեք մի հատ հիշենք, այսինքն մենք այստեղ երեխաներ գտանք ոչ թվերը, պատիկները, ապա ձեր կանոնների վրա, հիմա խորավ մոտիկով ընդգծում եք 5 պատիկ թվերը, կանոնի վրա շրջանակի մեջ է կարնում տվյալ թիվը։ Մենք այստեղի 5 հետո այո, 5, 10, չէ, 10։ Հիմա մեր երկրորդ պահանջը նայեք երեխաներ, նայում եք դրա տախտակին, ապա հագիր աչքեր և փորձիր այն իրականացնել։ Լսենք հիմա Դավիթին, ասա աչքեր կանգնիր, շրջվիր դեպի կանգնիր, հագիր աչքերը, Դավիթ նստիր։ 5 անգամ 1 հավասար է 5 անգամ 2 հավասար է 10։ Հիմա Լևոնն է ասա Լևոն։ 1 5 անգամ 4 Պարզեր սա, այնտեղ դարձես կանոնը, պիտի անցնենք, թե հիմա անցնենք առաջ։ Ժամացույց, ինչ կապ ունի ժամացույցը մեր 5-ի բազմապատման աղյուսակի։ Որովհետև բանը Եկեք ծանոթանանք ժամացույցի կառուցվածքին, մտածեք, թե ինչ կապ ունի ժամացույցը 5 թվի բազմապատման աղյուսակի հետ։ Բայց մինչ այդ, եկեք թարմանանք, Ողջ օրվա բոլոր ժամերը ցույց տալու համար ժամացույցի փոքր սլակը պետք է 2 պտույտ կատարի։ Ձեռքեր չունի, բայց շարժվում է, լեզու չունի, բայց խոսում է։ Ոչ մի րոպե չի գնում, ճիշտ ժամանակ։ Ճիշտ է, հաջորդը։ ժամացույցները թեփս, թեփոք, գրային և արևային, գրական և մեխանիկական։ Ես ամենահին ժամացույցն եմ, երբեք չեմ կանգնում կամ կոտրվում, ունեն շատ բարձ կազմված պատիվ և թվականներ։ Վերջին միացնում են ջրային ժամացույցները։ Ժամանակ չափելու համար կողմնորոշվել է ջուրը մի անոթից, մյուսը խոսելու արագությամբ և անոթի վրայի բաժանումներով, որոնք ցույց են տվել ժամանակը։ Ոչ մի